Երբ հարազատները բացեցին Օֆելիա Համբարձումյանի անձնական պահարանը, նրանք գտան փոքրիկ կաշվե տետր, թաքնված երկու շերտ թղթի միջև։ Այդ օրագրի առաջին էջում դողդոջուն ձեռագրով գրված էր. «Եթե ինչ-որ մեկը կարդա սա, ես արդեն չեմ լինի»։ Հաջորդ տասնյակ էջերում նա նկարագրում էր այն ամենը, ինչի մասին ԽՍՀՄ-ում խոսելն արգելված էր։ Նա պատմում էր իր դեմքի մասին, այն դեմքի, որը միլիոնները սիրում էին, բայց որը դարձել էր նրա անձնական բանտը։ Նա գրում էր այն ցավի մասին, որը պետք է թաքցներ յուրաքանչյուր ժպիտի հետևում, այն ինյեկցիաների մասին, որոնք արվում էին գաղտնի սենյակներում, եւ այն մարդկանց մասին, ովքեր նրան խոստացել էին հավերժական երիտասարդություն, բայց փոխարենը վերցրել էին նրա ամենաթանկ արժեքը։ Ինչու է այս օրագիրը թաքնված եղել 40 տարի։ Ով էր այն բժիշկը, որի անունը նա երբեք չհամարձակվեց բարձրաձայն արտասանել։ Եվ ինչու էր նա գրում, որ իր դեմքը այլևս իրեն չի պատկանում։ 1970 թվականների սկզբին, երբ Օֆելիան արդեն դարձել էր Հայաստանի ամենասիրված դերասանուհիներից մեկը, խորհրդային մշակույթի նախարարությունը հրապարակեց գաղտնի հրահանգ։ Այն երբեք չհասավ մամուլին, բայց բոլոր թատրոնների եւ կինոստուդիաների տնօրենները ստացան նույն հաղորդագրությունը։ Խորհրդային արվեստը պետք է լինի երիտասարդ եւ ուժեղ։ Ձերացող դեմքերը պետք է աստիճանաբար հեռանան էկրանից։ Սա չէր նշանակում, որ դերասանները պետք է թոշակի անցնեին։ Ոչ, սա նշանակում էր ավելի դաժան բան։ Նրանք պետք է անհետանային լույսերի ներքո, մինչդեռ նոր, երիտասարդ դեմքերը զբաղեցնեին նրանց տեղը։ Օֆելիան այդ ժամանակ 43 տարեկան էր։ Նրա դեմքը դեռևս գեղեցիկ էր, բայց հայելու առջև նա արդեն նկատում էր այն փոքրիկ գծերը, որոնք սկսում էին հայտնվել աչքերի շուրջ։ Եվ նա գիտեր, եթե այդ գծերը խորանան, նրա կարիերան ավարտված կլինի։ Բայց ինչպես կանգնեցնել ժամանակը, երբ բնությունը անողոք է, իսկ տարիները անխնա։ Մի գիշեր, հենց այդ ժամանակաշրջանում, Օֆելիան նստած էր իր դրուագարանում, Երևանի կենտրոնում գտնվող հին շենքում, որտեղ նա ապրում էր ամուսնու եւ երկու երեխաների հետ։ Լույսերը մարած էին, եւ միայն փողոցային լապտերի լույսը թափանցում էր պատուհանից։ Նա նայում էր հայելուն եւ փորձում էր պատկերացնել, թե ինչպիսի կլինի իր դեմքը 5 տարի անց։ Հենց այդ պահին հեռախոսը զանգեց։ Ձայնը հեռախոսի մյուս ծայրում պատկանում էր մի կնոջ, ում Օֆելիան ճանաչում էր միայն անունով՝ Լուսինե, հայտնի դերասանուհի, ով 10 տարի առաջ եղել էր ամենաշատ ֆիլմերում նկարահանվող աստղը։ Բայց հիմա Լուսինեն հազվադեպ էր երևում էկրանին, եւ շատերը կարծում էին, որ նա թոշակի է անցել։ Օֆելիա ջան, ասաց Լուսինեն, եւ նրա ձայնը հնչում էր տարօրինակ, միաժամանակ հուզված եւ վախեցած։ Ես գիտեմ, որ դու մտածում ես դրա մասին։ Բոլորս մտածում ենք, բայց ես գիտեմ մի տեղ, որտեղ կարող են օգնել։ Մի բժիշկ, որը աշխատում է միայն հետ, արվեստագետների հետ։ Նա կարող է անել այն, ինչ ոչ ոք չի կարող։ Օֆելիան լռեց։ Նա չգիտեր, թե ինչ պատասխանել։ Մի կողմից նա վախենում էր անծանոթ բժիշկներից եւ գաղտնի ընթացակարգերից։ Մյուս կողմից նա զգում էր, որ ժամանակը սպառվում է։ Յուրաքանչյուր նոր դեր, որը նրան առաջարկում էին, պահանջում էր երիտասարդ տեսք։ Ռեժիսորները սկսել էին նայել նրան այլ կերպ, ոչ թե որպես աստղի, այլ որպես կնոջ, ով դանդաղորեն մարում է։ Ո՞վ է այդ բժիշկը, հարցրեց Օֆելիան վերջապես։ Նրա անունը Վահագն Սարգսյան է, պատասխանեց Լուսինեն։ Նա ունի մի մասնավոր կլինիկա Մոսկվայում, բայց երբեմն գալիս է Երևան։ Նա աշխատում է միայն հատուկ մարդկանց հետ, նրանց, ովքեր չեն կարող թույլ տալ ծերանալ։ Նա օգտագործում է նոր մեթոդներ, որոնք դեռ պաշտոնապես չեն հաստատված, բայց արդյունքները… Օֆելիա, դու պետք է տեսնես իմ դեմքը հիմա։ Ես 60 տարեկան եմ, բայց մարդիկ կարծում են, որ ես 40-ի մեջ եմ։ Օֆելիան զգաց, թե ինչպես սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Նա ուզում էր հավատալ, բայց միաժամանակ ինչ-որ բան ներսում նրան զգուշացնում էր։ Իսկ ինչ է նա անում, հարցրեց նա։ Լուսինեն լռեց մի քանի վայրկյան, ապա ասաց. Դա դժվար է բացատրել հեռախոսով, բայց եթե դու ուզում ես, ես կարող եմ կազմակերպել հանդիպում։ Նա կլինի Երևանում հաջորդ շաբաթ։ Միայն մի բան պետք է խոստանաս։ Ոչ ոքի չպատմես դրա մասին, նույնիսկ ամուսնուդ։ Օֆելիան դարձավ դեպի պատուհանը եւ նայեց դեպի մութ փողոցը։ Նա մտածեց իր երեխաների մասին, ովքեր քնած էին հարևան սենյակում։ Նա մտածեց իր ամուսնու մասին, ով միշտ ասում էր, որ նա գեղեցիկ է ցանկացած տարիքում։ Բայց նա նաև մտածեց այն դերերի մասին, որոնք սկսել էին տալ ավելի երիտասարդ դերասանուհիներին։ Նա մտածեց այն զգացողության մասին, երբ մտնում էր սրա եւ զգում էր, որ մարդիկ այլևս նրան չեն նայում նույն հիացմունքով։ Եվ նա հասկացավ, որ արդեն որոշում է կայացրել։ Լավ, ասաց նա։ Ես կգամ։ Լուսինեն ուրախությամբ շնչեց։ Դու չես զղջա, Օֆելիա ջան, սա կփոխի քո կյանքը, բայց հիշիր,
Ոչ ոքի ոչինչ։ Հեռախոսը անջատվեց, եւ Օֆելիան մնաց մենակ մութ սենյակում։ Նա նորից նայեց հայելուն եւ փորձեց պատկերացնել, թե ինչպիսի կլինի իր դեմքը, երբ այդ գաղտնի բժիշկը ավարտի իր աշխատանքը։ Բայց ինչու պետք է այդ ամենը լինի գաղտնի։ Ինչու պետք է նա թաքցնի դա նույնիսկ սկամուսնուց։ Եվ ամենակարևորը, ինչ գին պետք է վճարի նա այդ հավերժական երիտասարդության համար։ Հանդիպումը տեղի ունեցավ մի շաբաթ անց, մի հին շենքում, որը գտնվում էր Երևանի ծայրամասում։ Օֆելիան եկավ երեկոյան, երբ արդեն մութ էր եւ փողոցները դատարկ։ Լուսինեն սպասում էր նրան մուտքի մոտ եւ առաջնորդեց նրան երկրորդ հարկ, որտեղ գտնվում էր փոքրիկ բնակարան, վերածված ժամանակավոր կլինիկայի։ Սենյակում կային երկու աթոռ, մի փոքր սեղան եւ մի մեծ լամպ, որը լուսավորում էր ամեն ինչ սպիտակ, գրեթե կուրացնող լույսով։ Եվ այնտեղ, սեղանի մոտ, կանգնած էր մի տղամարդ, մոտավորապես 50 տարեկան, բարակ, ակնոցով, ում դեմքը արտահայտում էր միաժամանակ վստահություն եւ սառնություն։ «Բարի երեկո, Օֆելիա Համբարձումյան», ասաց նա եւ ձեռք մեկնեց։ «Իմ անունը Վահագն Սարգսյան է։ Լուսինեն ինձ շատ է պատմել ձեր մասին։ Դուք մեծ դերասանուհի եք, եւ ես պատվով կօգնեմ ձեզ պահպանել այն, ինչ բնությունը փորձում է խլել»։ Օֆելիան նստեց աթոռին եւ զգաց, թե ինչպես ձեռքերը սկսեցին դողալ։ Նա փորձեց թաքցնել դա, բայց Վահագնը նկատեց։ «Մի վախեցեք», ասաց նա հանգիստ։ «Այն, ինչ ես անում եմ, անվտանգ է։ Ես օգտագործում եմ նյութեր, որոնք արտադրվում են արևմուտքում եւ բերվում են հատուկ ուղիներով։ Խորհրդային բժշկությունը դեռ չի ճանաչում դրանք, բայց Եվրոպայում եւ Ամերիկայում դրանք արդեն տարիներ շարունակ օգտագործվում են։ Դուք լսել եք կոլագենի եւ հիալուրոնաթթվի մասին»։ Օֆելիան ցնցեց գլուխը։ Նա երբեք չէր լսել այդ բառերը։ Վահագնը ժպտաց։ «Սրանք նյութեր են, որոնք ինյեկցվում են մաշկի տակ եւ լցնում են այն ծալքերը, որոնք ստեղծվում են տարիների ընթացքում։ Արդյունքը դեմքը դառնում է հարթ, երիտասարդ, կարծես ժամանակը հետ է գնացել 10 տարի։ Բայց սա միայն սկիզբն է։ Ես նաեւ օգտագործում եմ հատուկ սերումներ, որոնք խթանում են մաշկի վերականգնումը։ Եվ եթե անհրաժեշտ է, ես կարող եմ անել փոքրիկ վիրահատություններ, առանց մեծ կտրվածքների, միայն փոքրիկ ինյեկցիաներ եւ կարեր, որոնք անհետանում են մի քանի շաբաթում»։ Օֆելիան լսում էր եւ փորձում էր հասկանալ, թե ինչ է նա ասում։ Այդ ամենը հնչում էր գրեթե ֆանտաստիկ։ «Իսկ ցավում է», հարցրեց նա։ Վահագնը ցնցեց գլուխը։ «Ես օգտագործում եմ անզգայացում։ Դուք զգալու եք միայն փոքրիկ խայթոց, բայց ոչինչ ավելին։ Ամբողջ ընթացակարգը տևում է մոտ 2 ժամ, եւ արդյունքը տեսանելի է անմիջապես։ Իհարկե, առաջին օրերին կլինի փոքր այտուց, բայց դա անցնում է շատ արագ։ Եվ ապա դուք կտեսնեք դեմք, որը 10 տարի երիտասարդ է»։ Օֆելիան նայեց Լուսինեին, ով նստած էր անկյունում եւ ժպտում էր։ Իսկապես Լուսինեի դեմքը տարօրինակ էր։ Այն հարթ էր, գրեթե անբնական կերպով հարթ, կարծես մոմից պատրաստված դիմակ, բայց միաժամանակ նա իսկապես երիտասարդ էր թվում։ «Ես ուզում եմ մտածել», ասաց Օֆելիան։ Վահագնը հանգստացավ աթոռին եւ խաչակցեց ձեռքերը։ «Իհարկե», ասաց նա, «բայց մի բանը պետք է իմանաք։ Ես չեմ լինի Երևանում երկար։ Ես մեկնում եմ 3 օր անց։ Եթե դուք ուզում եք, որ ես աշխատեմ ձեզ հետ, դուք պետք է որոշեք շուտ։ Հաջորդ անգամ ես կվերադառնամ միայն 6 ամիս անց»։ Օֆելիան զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ 6 ամիս։ 6 ամիս, որի ընթացքում նրա դեմքը կշարունակի ծերանալ եւ նոր դերերը կտրվեն ուրիշներին։ Նա մտածեց այն ռեժիսորի մասին, ով վերջերս ասել էր նրան. «Օֆելիա ջան, դու հիանալի դերասանուհի ես, բայց այս դերը պահանջում է ավելի երիտասարդ տեսք»։ Նա մտածեց այն զգացողության մասին, երբ նայում էր հայելուն եւ տեսնում էր, թե ինչպես փոքրիկ ծալքերը դառնում են ավելի խոր։ Եվ նա մտածեց այն խոստումների մասին, որ կարող էր տալ այս տարօրինակ բժիշկը։ «Լավ», ասաց նա վերջապես, «ես պատրաստ եմ, բայց ես ուզում եմ իմանալ ինչ գին»։ Վահագնը ժպտաց։ «Գինը 3000 ռուբլի է», ասաց նա։ Օֆելիան շունչը կտրվեց։ 3000 ռուբլի։ Սա եղրուբլի։ Սա եղել է գումար, որը նրա ամսական աշխատավարձից 3 անգամ ավելի էր։ «Ես գիտեմ, որ դա շատ է», շարունակեց Վահագնը, «բայց մտածեք դրա մասին որպես ներդրում ձեր ապագայի մեջ։ Ինչքան արժե ձեր կարիերան։ Ինչքան արժե այն զգացողությունը, երբ մարդիկ նորից նայում են ձեզ հիացմունքով»։ Օֆելիան գիտեր, որ նա չունի այդ գումարը, բայց նա նաև գիտեր, որ կարող է գտնել այն։ Նա կարող էր վաճառել մի քանի զարդեր, որոնք ստացել էր մայրից։ Նա կարող էր վերցնել փոխառություն ընկերուհուց, եւ նա կարող էր թաքցնել այդ ամենը ամուսնուց, ասելով, որ գումարը ծախսել է նոր հագուստների վրա։ «Լավ», ասաց նա, «ես կբերեմ գումարը վաղը»։ Վահագնը ոտքի ելավ եւ ձեռք մեկնեց։
Հիանալի, ասաց նա։ Ես սպասում եմ ձեզ վաղը երեկոյան, նույն ժամին, եւ հիշեք, ոչ ոքի ոչինչ։ Այն, ինչ մենք անում ենք այստեղ, պետք է մնա մեր գաղտնիքը։ Օֆելիան հեռացավ այդ շենքից եւ քայլեց մութ փողոցներով դեպի տուն։ Նա զգում էր, որ հենց նոր անցել է մի սահման, որից հետո վերադարձ չկա։ Նա զգում էր, որ հենց նոր կապել է իր ճակատագիրը մի մարդու հետ, ում գրեթե չէր ճանաչում։ Բայց նա նաև զգում էր ինչ-որ տարօրինակ հուզմունք։ Կարծես նա պատրաստվում էր մի մեծ արկածի, որը կփոխի նրա ամբողջ կյանքը։ Բայց արդյոք նա գիտե, թե ինչ գին պետք է վճարի այդ արկածի համար։ Եվ արդյոք նա պատրաստ էր վճարել այդ գինը։ Հաջորդ երեկո Օֆելիան վերադարձավ այդ նույն շենք, ձեռքին փոքրիկ ծրար, որի մեջ եղել են 3000 ռուբլի։ Նա վաճառել էր մայրից ժառանգած ոսկե ապարանջանը եւ վերցրել էր փոխառություն իր ամենամոտ ընկերուհուց, ասելով, որ գումարը անհրաժեշտ է ընտանեկան արտակարգ իրավիճակի համար։ Ամուսնուն նա ասել էր, որ այս երեկո պետք է մնա թատրոնում, փորձի համար։ Ամեն ինչ եղել է ստություն, եւ յուրաքանչյուր ստություն ավելի ու ավելի խորն էր մղում նրան այն աշխարհ, որտեղից դուրս գալը դժվար էր լինելու։ Վահագնը դիմավորեց նրան նույն սառը ժպիտով։ «Բարի եկած, Օֆելիա Համբարձումյան», ասաց նա եւ վերցրեց ծրարը, նույնիսկ չհաշվելով գումարը։ Ես գիտեի, որ դուք կգաք։ Մարդիկ, ովքեր իսկապես ուզում են մնալ երիտասարդ, միշտ գալիս են։ Նա առաջնորդեց Օֆելիային դեպի հարևան սենյակ, որը ավելի մեծ էր եւ ավելի շատ նմանվում էր իրական բժշկական կաբինետի։ Այնտեղ կար մի բարձր սեղան, որի վրա պառկած էր սպիտակ սավան, եւ մի փոքր սեղան, լի բժշկական գործիքներով եւ փոքրիկ շշերով, որոնք պարունակում էին անծանոթ հեղուկներ։ «Պառկեք այստեղ», ասաց Վահագնը եւ ցույց տվեց սեղանը։ Օֆելիան պառկեց եւ զգաց, թե ինչպես ամբողջ մարմինը լարվեց։ Վահագնը հագավ սպիտակ ձեռնոցներ եւ սկսեց պատրաստել իր գործիքները։ «Հիմա ես սկսելու եմ անզգայացումը», ասաց նա։ «Դուք զգալու եք մի քանի փոքրիկ խայթոց դեմքի տարբեր մասերում։ Դա կտևի մոտ 15 րոպե, եւ ապա դեմքը կդառնա անզգա։ Դուք չեք զգա ցավ, միայն ճնշում»։ Նա վերցրեց մի փոքրիկ ներարկիչ եւ մոտեցավ Օֆելիային։ Առաջին խայթոցը եղավ ճակատի մոտ, եւ Օֆելիան զգաց սուր ցավ, որը տևեց միայն մի վայրկյան։ Ապա եկավ երկրորդ խայթոցը, աչքի տակ, ապա երրորդը, այտերի մոտ։ Յուրաքանչյուր խայթոցից հետո Վահագնը սպասում էր մի քանի վայրկյան, ապա անցնում էր հաջորդին։ Օֆելիան փակեց աչքերը եւ փորձեց մտածել ուրիշ բանի մասին։ Նա մտածեց իր երեխաների մասին, ովքեր հավանաբար հիմա քնած էին տանը։ Նա մտածեց իր ամոխանու մասին, իր ամուսնու մասին, ով հավանաբար նստած էր հյուրասենյակում եւ կարդում էր թերթ։ Եվ նա մտածեց այն դերերի մասին, որոնք կարող էր ստանալ, եթե այս ամենը աշխատեր։ 15 րոպե անց դեմքը սկսեց դառնալ զգա։ Օֆելիան փորձեց շարժել շրթունքները, բայց դրանք չէին հնազանդվում։ Զգացողությունը տարօրինակ էր, կարծես դեմքը այլևս նրան չէր պատկանում։ «Հիանալի», ասաց Վահագնը։ «Հիմա մենք սկսում ենք հիմնական աշխատանքը»։ Նա վերցրեց մեկ այլ ներարկիչ, ավելի մեծ, եւ սկսեց ինյեկցնել հեղուկ դեմքի տարբեր մասերում։ Օֆելիան չէր զգում ցավ, բայց նա զգում էր ճնշում, կարծես ինչ-որ մեկը մատներով սեղմում էր նրա մաշկը։ Վահագնը աշխատում էր լուր, միայն երբեմն մրմնջալով ինչ-որ բան իր հետ։ Ժամանակ առ ժամանակ նա կանգ էր առնում եւ նայում էր իր աշխատանքին, ապա շարունակում էր։ 2 ժամ անց Վահագնը հանեց ձեռնոցները եւ ասաց. «Պատրաստ է»։ Նա օգնեց Օֆելիային նստել եւ տվեց նրան փոքրիկ հայելի։ Օֆելիան նայեց հայելուն եւ շունչը կտրվեց։ Դեմքը, որը նա տեսավ, միաժամանակ ծանոթ եւ օտար էր։ Այն իսկապես հարթ էր, ծալքերը, որոնք եղել էին աչքերի շուրջ, գրեթե անհետացել էին։ Այտերը լցված էին եւ ավելի երիտասարդ էին թվում, բայց միաժամանակ ինչ-որ բան տարօրինակ էր։ Դեմքը թվում էր մի փոքր այտուցած, եւ մաշկը ուներ տարօրինակ փայլ, կարծես այն ծածկված էր բարակ շերտով վառելիքի։ «Մի անհանգստացեք այտուցման համար», ասաց Վահագնը։ «Դա անցնում է 3-4 օրում, եւ փայլը նույնպես։ Երբ այդ ամենը անցնի, դուք կտեսնեք իսկական արդյունքը»։ Օֆելիան շարունակեց նայել հայելուն։ Նա փորձեց ժպտալ, բայց շրթունքները դեռ անզգա էին եւ չէին շարժվում ճիշտ։ Ժպիտը ստացվեց տարօրինակ, կարծես դիմակի վրա նկարված։ «Անզգայացումը կանցնի մի քանի ժամում», ասաց Վահագնը, «եւ ապա դուք կկարողանաք նորմալ խոսել եւ շարժվել։ Բայց հաջորդ մի քանի օր խուսափեք ուժեղ դեմքի արտահայտություններից։ Մի ծիծաղեք շատ, մի լացեք, մի զայրացեք։ Թող մաշկը հանգստանա եւ ընդունի նոր ձևը»։ Օֆելիան ցնցեց գլուխը։ Նա դեռ չէր կարող խոսել, բայց նա հասկացավ։ Վահագնը տվեց նրան մի փոքր թուղթ, գրված հրահանգներով։ «Կարդացեք սա ուշադիր», ասաց նա, «եւ եթե ունենաք հարցեր, կարող եք զանգահարել այս համարով»։
Նա գրեց մի հեռախոսահամար թղթի վրա. Բայց հիշեք, միայն արտակարգ դեպքերում, եւ երբեք մի ասեք ուրիշներին, թե որտեղ եք եղել եւ ինչ եք արել։ Օֆելիան վերցրեց թուղթը եւ դուրս եկավ շենքից։ Արտաքսում արդեն լուսաբաց էր եւ առաջին արևի ճառագայթները սկսում էին լուսավորել փողոցները։ Նա քայլեց դանդաղ, փորձելով չշարժել դեմքը շատ։ Յուրաքանչյուր քայլից հետո նա զգում էր, թե ինչպես դեմքը դողում է, կարծես այն լի էր հեղուկով։ Երբ նա հասավ տուն, ամուսինը դեռ քնած էր։ Նա անցավ լոգարան եւ նայեց հայելուն։ Այտուցումը ավելի ուժեղ էր դարձել, եւ դեմքը հիմա թվում էր գրեթե խեղված։ Օֆելիան զգաց վախի ալիք։ Ինչ էր նա արել։ Ինչ էր նա թույլ տվել, որ անեն իր դեմքի հետ։ Բայց ապա նա հիշեց Վահագնի խոսքերը։ Դա անցնում է 3-4 օրում։ Նա պետք է սպասեր։ Նա պետք է հավատար։ Հաջորդ 3 օրը եղան ամենադժվարը նրա կյանքում։ Դեմքը այտուցած էր այնքան, որ նա գրեթե չէր կարող բացել աչքերը։ Ամուսնուն նա ասաց, որ ունի ալերգիա եւ պետք է մնա տանը։ Երեխաներին նա խուսափում էր տեսնել, փակվելով սենյակում։ Յուրաքանչյուր անգամ, երբ նա նայում էր հայելուն, նա տեսնում էր հրեշ դեմք, որ այլևս նրան չէր պատկանում։ Եվ նա սկսեց զղջալ։ Նա սկսեց մտածել, որ հավանաբար սխալ է արել, բայց ապա 4-րդ օրը այտուցումը սկսեց նվազել։ Եվ 5-րդ օրը, երբ նա նայեց հայելուն, նա տեսավ ինչ-որ այլ բան։ Դեմքը, որը նա տեսավ, իսկապես երիտասարդ էր։ Ծալքերը անհետացել էին, մաշկը հարթ էր եւ փայլուն, եւ երբ նա ժպտաց, ժպիտը ավելի լայն էր, ավելի գեղեցիկ, քան երբևէ։ Օֆելիան զգաց ուրախության ալիք։ Այն աշխատել էր։ Վահագնը ճիշտ էր ասել։ Նա նորից երիտասարդ էր, նա նորից գեղեցիկ էր, եւ հիմա նա կարող էր վերադառնալ թատրոն, կարող էր վերադառնալ էկրան եւ մարդիկ նորից կնայեին նրան հիացմունքով։ Բայց խորը ներսում մի փոքրիկ ձայն շշնջում էր նրան։ Բայց ինչ գնով։ Նա անտեսեց այդ ձայնը։ Նա ուզում էր հավատալ, որ ամեն ինչ լավ է։ Նա ուզում էր հավատալ, որ նա արել է ճիշտ ընտրություն։ Բայց արդյոք նա իսկապես գիտեր, թե ինչ էր սկսել։ Եվ արդյոք նա պատրաստ էր այն ճանապարհին, որը բացվում էր նրա առջև։ Երբ Օֆելիան առաջին անգամ վերադարձավ թատրոն իր նոր դեմքով, գրիմյորական սենյակում տիրող լռությունը կարելի էր կտրել դանակով։ 3 կին, ովքեր տարիներ շարունակ նրա հետ աշխատել էին, կանգնած էին անկյունում եւ շշնջում էին։ Նրանց աչքերը լի էին կասկածանքով եւ նախանձով։ Ավագ դերասանուհի Արմինեն, ով 63 տարեկան էր եւ ամեն օր ծածկում էր իր խոր ծալքերը հաստ շերտով հիմքի, մոտեցավ Օֆելիային եւ ուշադիր նայեց նրա դեմքին։ Օֆելիա ջան, ասաց նա դանդաղ, յուրաքանչյուր բառ կշռելով։ Դու տարօրինակ ես թվում։ Կարծես քնել ես 10 տարի եւ արթնացել երիտասարդացած։ Սենյակում մյուսները լուրջ ծիծաղեցին։ Օֆելիան զգաց, թե ինչպես այրվում են այտերը, բայց ժպտաց, այն նոր, կատարյալ ժպիտով, որը Վահագնը նրան վերադարձրել էր։ Ես պարզապես լավ եմ հանգստացել, պատասխանեց նա։ Բայց Արմինեն չէր հեռանում։ Նա մատը մեկնեց եւ գրեթե դիպավ Օֆելիայի այտին։ Այս մաշկը, շշնջաց նա, այն չի շարժվում բնականորեն։ Ասա ինձ ճշմարտությունը, դու եղել ես այն գաղտնի տեղերից մեկում, որտեղ նրանք անում են այդ արևմտյան սարսափները։ Օֆելիան զգաց, թե ինչպես սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Նա ուզում էր ժխտել, բայց բառերը չէին գալիս։ Եվ այդ լռությունը բավական էր։ Արմինեն հետ քաշվեց եւ ասաց բարձր, որպիսի բոլորը լսեին. Դուք տեսնում եք, աղջիկներ, մեր Օֆելիան որոշել է խաբել բնությանը, բայց բնությունը չի ների։ Այն միշտ վերադառնում է եւ պահանջում իր պարտքը տոկոսներով։ Այդ օրից սկսած Օֆելիան դարձավ թատրոնի գաղտնի զրույցների կենտրոնը։ Մարդիկ շշնջում էին նրա հետևից, ցույց էին տալիս նրա դեմքը եւ քննարկում, թե ինչ էր նա արել։ Ոմանք ասում էին, որ նա գնացել է Մոսկվա եւ վճարել հսկայական գումար։ Ուրիշներն ասում էին, որ նա գտել է գաղտնի բժիշկ, ով օգտագործում է արգելված նյութեր։ Երրորդները նույնիսկ շշնջում էին, որ նա կապված է արևմտյան լրտեսների հետ, ովքեր բերում են կապիտալիստական թույներ։ Օֆելիան փորձում էր անտեսել այդ ամենը։ Նա կենտրոնանում էր իր աշխատանքի վրա, փորձում էր ապացուցել, որ նա դեռևս հիանալի դերասանուհի է։ Բայց ամեն անգամ, երբ նա բարձրանում էր բեմ, նա զգում էր այդ հայացքները, ոչ թե հիացմունքի, այլ հետաքրքրասիրության եւ դատողության։ Մարդիկ այլևս չէին նայում նրա խաղին։ Նրանք նայում էին նրա դեմքին, փորձելով հասկանալ, թե ինչ էր փոխվել։ Եվ ամենավատը, ռեժիսորները սկսեցին նայել նրան այլ կերպ։ Նրանք տեսնում էին դեմք, որը չէր համապատասխանում նրա տարիքին, եւ դա նրանց շփոթեցնում էր։ Մի ռեժիսոր նույնիսկ ասաց նրան. Օֆելիա, դու հիանալի ես թվում, բայց ես չեմ կարող քեզ տալ երիտասարդ աղջիկա դերը, որովհետև քո ձայնը եւ քո շարժումները դեռ 40-ամյա կնոջ են։
իսկ 40-ամյա կնոջ դերի համար քո դեմքը չափազանց երիտասարդ է։ Օֆելիան հասկացավ, որ նա ընկել էր որոքայթի մեջ։ Նա փորձել էր խաբել ժամանակը, բայց փոխարենը ստեղծել էր ինչ-որ տարօրինակ, անհամապատասխան տարբերակ իր ինքնության։ Արդյոք արժեր այդ 3000 ռուբլին եւ այդ ամբողջ ցավը, եթե արդյունքում նա դարձել էր թատրոնի խորհրդանիշը ոչ թե տաղանդի, այլ անհամապատասխանության։ Բայց ամենավատը դեռ առաջ էր։ 3 ամիս անց Օֆելիան նկատեց, որ դեմքը սկսեց փոխվել։ Առավոտյան, երբ նա արթնանում էր եւ նայում հայելուն, նա տեսնում էր, որ մաշկը կորցրել է այն փայլը, որը ունեցել էր առաջին շաբաթներին։ Այտերը, որոնք եղել էին այդքան լցված եւ երիտասարդ, սկսեցին թվալ մի փոքր ընկած։ Եվ ամենավատը, աչքերի շուրջ սկսեցին հայտնվել նոր փոքրիկ գծեր։ Օֆելիան սարսափեց։ Նա հիշեց Վահագնի խոսքերը, որ արդյունքը կտևի երկար, բայց նա երբեք չէր հարցրել, որքան երկար։ Նա փորձեց զանգահարել այն հեռախոսահամարին, որը Վահագնը տվել էր, բայց համարը չէր պատասխանում։ Նա փորձեց գտնել Լուսինեին, բայց պարզվեց, որ Լուսինեն մեկնել է Մոսկվա, եւ ոչ ոք չգիտեր, երբ կվերադառնա։ Օֆելիան մնաց մենակ, իր սարսափի եւ իր փոխվող դեմքի հետ։ Նա սկսեց օգտագործել ավելի ու ավելի շատ կոսմետիկա, փորձելով թաքցնել այն փոփոխությունները, որոնք տեղի էին ունենում։ Բայց յուրաքանչյուր օր դեմքը դառնում էր ավելի տարօրինակ, կարծես 2 տարբեր տարիքներ պայքարում էին նրա մաշկի տակ։ Ով կարող էր նրան օգնել հիմա։ Եվ ինչպես կարող էր նա կանգնեցնել այն անհետացումը, որը սկսվել էր նրա դեմքի վրա։ 1976 թվականի աշնանը Օֆելիան ստացավ հեռախոսազանգ, անծանոթ տղամարդու ձայնից։ «Բարև Օֆելիա Համբարձումյան», ասաց ձայնը։ «Իմ անունը Գևորգ է, ես եմ Վահագն Սարգսյանի օգնականը, նա ինձ ասաց, որ դուք հավանաբար փորձել եք նրան հասնել»։ Օֆելիայի սիրտը ցատկեց։ «Այո», ասաց նա արագ, «ես պետք է խոսեմ նրա հետ, ին դեմքը ինչ-որ բան սխալ է»։ Գևորգը լռեց մի քանի վայրկյան, ապա ասաց. «Վահագն Սարգսյանը այս պահին չի կարող գալ Երևան, նա ունի խնդիրներ Մոսկվայում, բայց նա ուղարկեց ինձ, որպես իր ներկայացուցիչ։ Ես կարող եմ ձեզ տեսնել եւ գնահատել իրավիճակը»։ Օֆելիան համաձայնեց անմիջապես։ Նրանք պայմանավորվեցին հանդիպել նույն շենքում, որտեղ Վահագնը կատարել էր առաջին ընթացակարգը։ Երբ Օֆելիան հասավ այնտեղ, նա տեսավ երիտասարդ տղամարդու մոտավորապես 30 տարեկան, ով կանգնած էր մուտքի մոտ։ Նա ավելի քիչ պաշտոնական էր թվում, քան Վահագնը, հագած ջինսեր եւ կաշվե բաճկոն, բայց նրա աչքերում կար նույն սառը, հաշվարկային հայացքը։ «Նոտեք ներս», ասաց նա եւ բացեց դուռը։ Նրանք բարձրացան երկրորդ հարկ, եւ Գևորգը առաջնորդեց Օֆելիային դեպի նույն սենյակը, որտեղ Վահագնը աշխատել էր։ Բայց հիմա սենյակը տարբեր էր։ Այն ավելի դատարկ էր, ավելի սառը, եւ օդում կար տարօրինակ հոտ, ինչ-որ քիմիական նյութի։ «Նստեք», ասաց Գևորգը եւ ցույց տվեց աթոռը։ Օֆելիան նստեց, եւ Գևորգը սկսեց ուշադիր ուսումնասիրել նրա դեմքը։ Նա շոշափեց մաշկը, ճնշեց այտերը, ձգեց մաշկը աչքերի շուրջ։ Յուրաքանչյուր շոշափումից Օֆելիան զգում էր անհարմարություն, կարծես նա էր ոչ թե մարդ, այլ ապրանք, որը ստուգվում է որակի համար։ «Հասկանում եմ», ասաց Գևորգը վերջապես։ «Այն նյութերը, որոնք Վահագնը օգտագործեց, սկսել են լուծվել։ Սա նորմալ է։ Դրանք նախատեսված են տևելու մոտ 6 ամիս։ Դուք արդեն անցել եք 4 ամիս, այնպես որ արդյունքը սկսում է թուլանալ»։ Օֆելիան զգաց, թե ինչպես ստամոքսը սեղմվեց։ 6 ամիս, կրկնեց նա։ Դա նշանակում է, որ ես պետք է կրկին անեմ այդ ամենը։ Գևորգը ցնցեց գլուխը։ Եթե դուք ուզում եք պահպանել արդյունքը, այո, բայց այս անգամ գինը ավելի բարձր է։ Վահագն Սարգսյանը բարձրացրել է իր սակագները։ Հիմա մեկ ընթացակարգը արժե 5000 ռուբլի։ Օֆելիան շունչը կտրվեց։ 5000 ռուբլի։ Սա եղել է գումար, որը նա երբեք չէր կարող գտնել։ Բայց ես չունեմ այդքան, ասաց նա։ Գևորգը ժպտաց, այն ժպիտը, որը չէր հասնում աչքերին։ Միշտ կա ուղի, ասաց նա։ Վահագն Սարգսյանը հասկանում է, որ նրա հաճախորդները չեն կարող միշտ վճարել կանխիկ։ Նա պատրաստ է ընդունել այլ ձևերով վճարում, օրինակ ծառայություններ։ Օֆելիան զգաց, թե ինչպես սառը ալիք անցավ մարմնով։ Ինչ տեսակի ծառայություններ, հարցրեց նա, թեև արդեն գիտեր, որ պատասխանը չի լինի այն, ինչ նա ուզում էր լսել։ Գևորգը նստեց նրա դիմացը եւ խաչակցեց ձեռքերը։ Վահագն Սարգսյանը ունի լայն կապեր, ասաց նա։ Նա ճանաչում է մարդկանց, ովքեր ունեն իշխանություն եւ փող։ Այդ մարդիկ երբեմն ունենում են հատուկ պահանջներ։ Նրանք ուզում են ժամանակ անցկացնել գեղեցիկ, հետաքրքիր կանանց հետ։ Եվ ով կարող է լինել ավելի հետաքրքիր, քան հայտնի դերասանուհի։ Օֆելիան ոտքի ցատկեց։ Դուք խելագարում եք, ասաց նա։ Ես ամուսնացած կին եմ, ես ունեմ երեխաներ, ես երբեք չեմ անի այն, ինչ դուք առաջարկում եք։
Գևորգը չշարժվեց։ Նա միայն նայում էր նրան այն սառը, անտարբեր հայացքով։ «Ձեր ընտրությունն է», ասաց նա, «բայց մտածեք դրա մասին։ Ինչպես կլինի, երբ ձեր դեմքը վերջնականապես կորցնի այն, ինչ Վահագնը տվեց ձեզ։ Ինչպես կլինի, երբ դուք նորից կդառնաք այն կինը, ում ռեժիսորները անտեսում են։ Ինչպես կլինի, երբ ձեր ամուսինը սկսի նայել ձեզ եւ տեսնի ծերացող կին, ով կորցրել է իր գեղեցկությունը»։ Օֆելիան զգաց, թե ինչպես արցունքները սկսեցին հոսել։ Նա ատում էր այս տղամարդուն։ Նա ատում էր Վահագն Սարգսյանին, եւ նա ատում էր ինքն իրեն, այն բանի համար, որ նա թույլ տվեց, որ այս ամենը սկսվի։ «Դուրս եկեք», ասաց նա։ «Ես երբեք չեմ վերադառնա այստեղ»։ Նա վազեց դուրս շենքից եւ քայլեց փողոցներով, լալով եւ չհոգալով, թե ով է տեսնում նրան։ Նա քայլեց ժամերով, երով մինչև վերջապես հասավ տուն։ Երբ նա մտավ, ամուսինը նստած էր հյուրասենյակում։ Նա նայեց նրան եւ տեսավ արցունքները։ «Ինչ է պատահել», հարցրեց նա եւ մոտեցավ։ Օֆելիան ուզում էր ասել ճշմարտությունը։ Նա ուզում էր պատմել ամեն ինչ՝ Վահագնի մասին, ինյեկցիաների մասին, Գևորգի սարսափելի առաջարկի մասին։ Բայց երբ նա բացեց բերանը, դուրս եկավ միայն «Ոչինչ, ես պարզապես հոգնած եմ»։ Եվ նա հասկացավ, որ արդեն չափազանց խորն է ընկած այս ստերի աշխարհում, որպեսզի կարողանա դուրս գալ։ Արդյոք նա երբևէ կկարողանա ազատվել այն որոգայթից, որը ինքը ստեղծել էր իր համար։ Հաջորդ ամիսները Օֆելիան ապրեց կրկնակի կյանք։ Ցելեկը նա աշխատում էր թատրոնում, ժպտում էր գոլեգաներին, խաղում էր իր դերերը։ Բայց ամեն գիշեր, երբ նա մնում էր մենակ հայելու առջև, նա տեսնում էր, թե ինչպես դեմքը շարունակում է փոխվել։ Այտերը դարձան ավելի ընլի ընկած։ Աչքերի տակ հայտնվեցին մուգ շրջանակներ, եւ ամենավատը, մաշկը սկսեց ունենալ տարօրինակ հյուսվածք։ Կարծես այն մասամբ բնական էր, մասամբ արհեստական։ Օֆելիան փորձեց գտնել այլ բժիշկներ, ովքեր կարող էին օգնել, բայց բոլորը, ում նա դիմեց, ասացին նույն բանը. «Մենք չենք կարող շտկել այն, ինչ արել է ուրիշ մեկը։ Դուք պետք է վերադառնաք այն բժշկի մոտ, ով սկսել է այս աշխատանքը»։ Բայց Օֆելիան չէր կարող վերադառնալ։ Նա չէր կարող ընդունել Գևորգի առաջարկը։ Եվ այդպես նա մնաց որոգայթում։ Դեմք, որը դանդաղորեն քայքայվում էր, եւ հոգի, որը լի էր զղջումով։ Մի գիշեր, երբ ամբողջ ընտանիքը քնած էր, Օֆելիան նստեց իր դրուագարանում եւ բացեց այն փոքրիկ կաշվե տետրը, որը պահում էր թաքնված։ Նա սկսեց գրել, դողդողդոջուն ձեռագրով, բոլոր այն բաները, որոնք չէր կարող ասել բարձրաձայն։ Նա գրեց Վահագնի մասին, ինյեկցիաների մասին, այն ցավի մասին, որը զգում էր ոչ միայն դեմքում, այլև հոգում։ Նա գրեց Գևորգի մասին եւ այն սարսափելի ընտրության մասին, որը նրան առաջարկվել էր։ Եվ նա գրեց այն զղջման մասին, որը ուտում էր նրան ներսից, զղջում այն բանի համար, որ նա փորձել էր խաբել բնությանը, զղջում այն բանի համար, որ նա դրել էր իր դեմքը, իր կարիերան, իր ամբարտավանությունը ավելի բարձր, քան իր ընտանիքը եւ իր ինքնությունը։ Վերջին էջում նա գրեց. «Եթե ինչ-որ մեկը կարդա սա, ես արդեն չեմ լինի։ Բայց թող նա իմանա, գեղեցկությունը, որը գնվում է այսպիսի գնով, արժե չէ։ Ավելի լավ է ծերանալ պատվով, քան երիտասարդ մնալ ամոթով»։ Նա փակեց տետրը եւ թաքցրեց այն երկու շերտ թղթի միջև իր անձնական պահարանում։ Եվ նա հուսացավ, որ երբևէ ոչ ոք չի գտնի այն։ Բայց խորը ներսում նա գիտեր, որ մի օր, երբ ամեն ինչ ավարտվի, ինչ-որ մեկը կբացի այդ պահարանը եւ կկարդա նրա խոստովանությունը։ Եվ գուցե այդ մարդը կսովորի այն դասը, որը նա սովորել էր չափազանց ուշ։ 1977 թվականի ձմռանը Օֆելիան ստացավ հրավեր մասնակցել մի մեծ համերգի Մոսկվայում։ Սա եղել է հսկայական պատիվ, միջոցություն երգել խորհրդային մշակույթի ամենահայտնի դեմքերի կողքին։ Բայց երբ նա նայեց հայելուն եւ տեսավ իր դեմքը, այն դեմքը, որը այլևս չէր համապատասխանում ոչ երիտասարդության, ոչ էլ բնական ծերության, նա հասկացավ, որ չի կարող գնալ։ Նա չէր կարող կանգնել այդ բեմին եւ թույլ տալ, որ հազարավոր մարդիկ տեսնեն այն, ինչ դարձել էր նրա դեմքը։ Նա հրաժարվեց հրավերից ասելով, որ հիվանդ է։ Բայց ճշմարտությունը այն էր, որ նա հիվանդ էր, հիվանդ հոգով, հիվանդ զղջումով, հիվանդ այն գիտակցությամբ, որ նա կորցրել էր ինքն իրեն, փորձելով պահպանել մի բան, որը երբեք իսկապես իրեն չէր պատկանել։ Եվ այդ գիշեր, երբ նա նստած էր մութ սենյակում եւ լսում էր ռադիոյով այն համերգը, որտեղ պետք է լիներ, նա լաց եղավ։ Նա լաց եղավ այն կնոջ համար, ով նա եղել էր, այն կնոջ համար, ով նա կարող էր լինել, եւ այն կնոջ համար, ով նա դարձել էր։ Արդյոք երբևէ կկարողանա նա գտնել ճանապարհը դեպի իրեն, իսկական ինքը, առանց դիմակների եւ ինյեկցիաների։ Երբ Օֆելիայի անձնական բժիշկը Սուսաննա Մարտիրոսյանը մտավ նրա տուն 1978 թվականի գարնանը, նա տեսավ ինչ-որ բան, որը նրան սառեցրեց։ Օֆելիան նստած էր անկյունում, դեմքը ծածկած ձեռքերով,
Եվ երբ նա դանդաղորեն իջեցրեց ձեռքերը, Սուսաննան տեսավ մաշկ, որը կարծես երկու տարբեր մարդկանց էր պատկանում միաժամանակ։ Աջ այտը եղել է այտուցած եւ կարմիր, ձախ այտը ընկած եւ գրեթե մոխրագույն։ Աչքերի շուրջ մաշկը ձգվել էր անբնական կերպով, կարծես ինչ-որ մեկը ներսից քաշում էր այն տարբեր ուղություններով։ Եվ ամենասարսափելին, ճակատի մի մասում մաշկը սկսել էր մթնել, ձեռք բերելով տարօրինակ կապտավում երանգ, կարծես այնտեղ արյունը դադարել էր շրջել։ Աստված իմ, շշնջաց Սուսաննան։ Օֆելիա, ինչ են արել քեզ հետ։ Օֆելիան փորձեց ժպտալ, բայց դեմքի մկանները չէին հնազանդվում։ Ժպիտը ստացվեց խեղված, կարծես դիմակ, որը կիսով չափ հալել էր։ Ասա ինձ ճշմարտությունը, շարունակեց նա։ Որքան ժամանակ ունեմ, մինչև ամբողջ դեմքս վերածվի այս սարսափի։ Սուսաննան նստեց նրա կողքին եւ զգուշորեն շոշափեց մաշկը։ Այն սառն էր եւ տարօրինակ կարճ, կարծես ներսից ինչ-որ բան կարծրացել էր։ Նա հանեց փոքրիկ լապտեր եւ սկսեց ուշադիր ուսումնասիրել յուրաքանչյուր սանտիմետր։ Այն, ինչ նա տեսավ, ստիպեց նրան ներքին սարսափ զգալ։ Մաշկի տակ նա տեսավ փոքրիկ հանգույցներ, կարծես օտար նյութը չէր լուծվել, այլ կուտակվել էր եւ սկսել էր ստեղծել փոքրիկ կղզիներ։ Որոշ տեղերում մաշկը այնքան բարակ էր դարձել, որ երակները երևում էին կապույտ գծեր, որոնք փռվում էին ինչպես սարսափելի քարտեզ։ Ո՞վ էր այն բժիշկը, հարցրեց Սուսաննան։ Ո՞վ էր այն մարդը, ում դու վստահեցիր քո դեմքը։ Օֆելիան լռեց։ Նա չէր կարող պատասխանել։ Ոչ այն պատճառով, որ չէր ուզում, այլ այն պատճառով, որ նա հասկացավ, եթե ասի անունը, ապա ամբողջ ճշմարտությունը կբացվի, եւ նա կդառնա ոչ թե զոհ, այլ հանցագործության մասնակից։ Արդյոք նա պատրաստ էր կրել այդ ամոթը, ընդունել, որ ինքը, հայտնի դերասանուհին, թույլ տվեց անծանոթ մարդու փորձարկել իր դեմքի վրա արգելված քիմիական նյութեր։ Սուսաննան հանեց փոքրիկ տետր եւ սկսեց գրել։ Լսիր ինձ ուշադիր, ասաց նա։ Այն, ինչ տեղի է ունեցել քո դեմքի հետ, կոչվում է հյուսվածքների մերժում։ Այն նյութերը, որոնք ինյեկցվել են քո մաշկի տակ, չեն եղել բժշկական որակի անորակի։ Դրանք հավանաբար եղել են արդյունաբերական սիլիկոն կամ նույնիսկ ավելի վատ, հանքային յուղ, որը խառնվել է ինչ-որ կարծրացնող նյութի հետ։ Քո մարմինը փորձում է մերժել այդ օտար նյութը, բայց չի կարողանում, որովհետև այն արդեն ինտեգրվել է հյուսվածքների մեջ։ Արդյունքում սկսվել է բորբոքում, որը դանդաղորեն ոչնչացնում է քո մաշկը ներսից։ Օֆելիան զգաց, թե ինչպես սենյակը սկսեց պտտվել։ Ինչ կարող եմ անել, շշնջաց նա։ Սուսաննան նայեց նրան, աչքերը լի կարեկցանքով, բայց նաև անկեղծությամբ։ Կա միայն մեկ ուղի, ասաց նա։ Վիրահատություն։ Մենք պետք է բացենք դեմքը եւ հանենք այն ամբողջ օտար նյութը, որը մնացել է ներսում։ Բայց պետք է հասկանաս, դա կթողնի կարեր։ Քո դեմքը երբեք այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է։ Օֆելիան փակեց աչքերը։ Նա մտածեց այն 3000 ռուբլու մասին, որը վճարել էր։ Նա մտածեց այն ցավի մասին, որը կրել էր, եւ հիմա նրան ասում էին, որ այդ ամենը եղել է ոչ միայն անօգուտ, այլև ավերիչ։ Ես չեմ կարող անել վիրահատություն, ասաց նա։ Եթե մարդիկ իմանան, եթե թատրոնը իմանա, ես կորցնելու եմ ամեն ինչ։ Սուսաննան դրեց ձեռքը նրա ուսին։ Օֆելիա, ասաց նա հանգիստ, եթե դու չանես վիրահատություն, բորբոքումը կշարունակվի։ Եվ մի օր այն կարող է տարածվել ավելի խորը, դեպի նյարդերը, դեպի ոսկորները։ Դու կարող ես կորցնել ոչ միայն գեղեցկությունը, այլև առողջությունը։ Բայց Օֆելիան արդեն որոշել էր։ Նա չէր անելու վիրահատություն։ Նա կգտներ այլ ահուցյա, կգտներ այլ ուղի, կթաքցներ դեմքը ավելի հաստ շերտով կոսմետիկայի, կհրաժարվեր այն դերերից, որոնք պահանջում էին մոտիկ պլաններ, կապրեր ստվերում, բայց չէր ընդունի, որ նա սխալվել է։ Արդյոք այս ժխտումը կփրկեր նրան, թե միայն կխորացներ այն անդունդը, որի եզրին նա արդեն կանգնած էր։ Հաջորդ ամիսները Օֆելիան դարձավ վարպետ թաքցնելու արվեստում։ Նա սովորեց քսել դեմքի վրա այնպիսի հաստ շերտ հիմք, որ այն ծածկում էր բոլոր անկանոնությունները։ Նա սովորեց օգտագործել լույսի եւ ստվերի խաղը, որպիսի մարմարտիկ չնկատեին այն տարօրինակ ասիմետրիան, որը սկսել էր տիրել նրա դեմքին։ Նա սովորեց խորեց խոսել քիչ շարժելով շրթունքները, որպիսի մաշկը չձգվեր եւ չբացահայտեր այն կարծր հանգույցները, որոնք ձևավորվել էին ներսում։ Բայց ամենադժվարը եղավ թաքցնել ցավը։ Յուրաքանչյուր առավոտ, երբ նա արթնանում էր, դեմքը այրում էր, կարծես հազարավոր փոքրիկ ասեղներ խրված էին մաշկի տակ։ Յուրաքանչյուր երեկո, երբ նա հանում էր կոսմետիկան, նա տեսնում էր, թե ինչպես մաշկը դառնում է ավելի կարմիր, ավելի այտուցած, ավելի օտար։ Եվ յուրաքանչյուր գիշեր, երբ նա պառկում էր անկողնում, նա զգում էր, թե ինչպես դեմքը թրթռում է, կարծես ներսում ինչ-որ բան ապրում է իր սեփական կյանքով։
Մի գիշեր, երբ ցավը դարձավ անտանելի, Օֆելիան վերցրեց այն թուղթը, որի վրա Գևորգը գրել էր հեռախոսահամարը։ Նա նայեց այդ թվերին երկար ժամանակ, պայքարելով ինքն իր հետ։ Մի կողմից նա գիտեր, որ եթե զանգահարի, նա կբացի դուռը դեպի աշխարհ, որտեղից դուրս գալը գրեթե անհնար է։ Մյուս կողմից ցավը այնքան ուժեղ էր, որ նա պատրաստ էր ցանկացած բանի, միայն թե այն դադարեր։ Վերջապես դողացող ձեռքերով նա հավաքեց համարը։ Հեռախոսը զանգեց 3 անգամ, ապա ինչ-որ մեկը պատասխանեց։ «Այո», ասաց Գևորգի ծանոթ ձայնը։ Օֆելիան փորձեց խոսել, բայց բառերը չէին գալիս։ Նա միայն շնչում էր հեռախոսի մեջ, փորձելով գտնել քաջություն։ «Օֆելիա Համբարձումյան», ասաց Գևորգը, եւ նրա ձայնում կար ինչ-որ տարօրինակ գոհունակություն։ «Ես գիտեի, որ դու կզանգահարես։ Դրանք բոլորը զանգահարում են վերջապես»։ «Ես պետք է տեսնեմ Վահագնին», ասաց Օֆելիան վերջապես։ «Իմ դեմքը ինչ-որ բան սխալ է։ Ես չեմ կարող այլևս»։ Գևորգը լռեց մի քանի վայրկյան, եւ այդ լռությունը լի էր հաշվարկով։ «Վահագն Սարգսյանը կարող է օգնել քեզ», ասաց նա վերջապես։ «Բայց դու գիտես պայմանները։ Ոչինչ չի փոխվել։ 5000 ռուբլի կամ այլընտրանքային վճարում»։ Օֆելիան փակեց աչքերը եւ զգաց, թե ինչպես արցունքները սկսեցին հոսել։ Նա գիտեր, որ այս պահին նա կանգնած է խաչմերուկում, մի ճանապարհը տանում է դեպի ամբողջական կործանում, մյուսը դեպի դավադրություն իր սեփական հոգու դեմ։ Եվ նա հասկացավ, որ անկախ նրանից, թե որ ճանապարհը ընտրի, նա արդեն կորցրել է այն ամենակարևորը՝ հարգանքը դեպի ինքն իրեն։ Արդյոք կա ճանապարհ, որը կարող է տանել նրան դեպի փրկություն, թե նա արդեն դատապարտված է ապրել այս անիծի հետ մինչև վերջ։ 1979 թվականի աշնանը Օֆելիայի տունը դարձավ տեղ, որտեղ գաղտնիքները կուտակվում էին ինչպես փոշի անտեսված անկյուններում։ Ամուսինը Արամը սկսեց նկատել, որ ինչ-որ բան փոխվել է։ Նա նկատեց, թե ինչպես Օֆելիան սկսեց խուսափել նրա հայացքից, թե ինչպես նա դարձավ ավելի փակ, ավելի հեռավոր։ Նա նկատեց, թե ինչպես նա ժամերով նստում էր լոգարանում դուռը փակած, եւ երբ դուրս էր գալիս, դեմքը ծածկված էր հաստ շերտով կրեմերի։ Մի երեկո նա հարցրեց. «Օֆելիա, ինչու ես դու թաքնվում ինձնից։ Ինչու ես դու այլևս չես թույլ տալիս, որ ես մոտենամ քեզ»։ Օֆելիան նստած էր իր դրուագարանում, դեմքը դարձած դեպի պատուհանը։ Նա չէր կարող նայել նրան։ Նա չէր կարող տեսնել այն սերը եւ անհանգստությունը նրա աչքերում, որովհետեւ դա կստիպեր նրան խոստովանել ամեն ինչ։ «Ես պարզապես հոգնած եմ», ասաց նա։ «Թատրոնը, դերերը, ամեն ինչ այնքան դժվար է»։ Բայց Արամը չէր հավատում։ Նա մոտեցավ եւ դրեց ձեռքը նրա ուսին։ «Օֆելիա, մենք ամուսնացած ենք 20 տարի», ասաց նա։ «Ես ճանաչում եմ քեզ։ Ես գիտեմ, երբ դու ինչ-որ բան թաքցնում ես։ Խնդրում եմ, ասա ինձ, ինչ է պատահել»։ Օֆելիան զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Նա ուզում էր պատմել ամեն ինչ։ Նա ուզում էր դնել գլուխը նրա ուսին եւ լալ այն ամենի համար, ինչ նա արել էր, այն ամենի համար, ինչ նա կորցրել էր։ Բայց փոխարենը նա ասաց. «Ամեն ինչ կարգին է։ Մի անհանգստացիր»։ Եվ այդ ստությունը դարձավ հերթական աղյուսը այն պատի մեջ, որը նա կառուցում էր իր եւ աշխարհի միջև։ Արամը հեռացավ ուսերը ընկած, եւ Օֆելիան մնաց մենակ։ Նա նայեց հայելուն եւ տեսավ կին, ում այլևս չէր ճանաչում։ Դեմքը, որը նայում էր նրան հետ, եղել է օտար, կես մարդ, կես դիմակ, ինչ-որ տարօրինակ ստեղծագործություն, որը ապրում էր սահմանագծում իրականության եւ սարսափի միջև։ Եվ նա հարցրեց ինքն իրեն. «Ո՞վ եմ ես այլևս։ Ո՞վ է այս կինը, որը նայում է ինձ հայելուց»։ Բայց պատասխան չկար։ Կար միայն լռություն, ծանր, խեղդող լռություն, որը լցնում էր սենյակը եւ սեղմում նրա կրծքավանդակը։ Երեխաները նույնպես սկսեցին նկատել փոփոխությունները։ Դուստրը Անահիտը, 16 տարեկան աղջիկ, ով ժառանգել էր մոր գեղեցկությունը, մի օր մտավ Օֆելիայի սենյակ առանց թակելու։ Նա տեսավ մայրը նստած հայելու առջև, դեմքը կիսով չափ մաքրված կոսմետիկայից, եւ այն, ինչ նա տեսավ, ստիպեց նրան ճչալ։ Աջ կողմը դեմքի գրեթե նորմալ էր, բայց ձախ կողմը եղել է տարօրինակ խեղված, մաշկը կարծես հալել էր եւ նորից կարծրացել անբնական ձևերով։ Աչքի տակ կար մի մեծ կապույտ հանգույց, որը թվում է, թե պատրաստվում է պայթել։ Եվ ամբողջ այտը ծածկված էր փոքրիկ կարմիր կետերով, կարծես մաշկի տակ փոքրիկ արյունատար անոթներ պայթել էին։ «Մամ», շշնջաց Անահիտը, «ի՞նչ է պատահել քո դեմքին»։ Օֆելիան արագ բռնեց սրբիչ եւ սկսեց ծածկել այն մասը, որը դուստրը տեսել էր։ «Ոչինչ», ասաց նա արագ, «դա պարզապես ալերգիա է։ Դուրս գնա, խնդրում եմ»։ Բայց Անահիտը չէր շարժվում։ Նա կանգնած էր դռան մոտ, աչքերը լի արցունքներով։
Մայրիկ, ինչու ես դու ինձնից թաքցնում, ասաց նա։ Ինչու ես դու այլևս չես թույլ տալիս, որ ես մոտենամ քեզ։ Ես վախենում եմ։ Ես վախենում եմ, որ դու հեռանում ես մեզնից։ Օֆելիան զգաց, թե ինչպես սիրտը պատռվեց։ Նա ուզում էր գրկել դստերը, ուզում էր ասել, որ ամեն ինչ կարգին է, որ նա միշտ կլինի այնտեղ, բայց փոխարենը նա ասաց. «Դուրս գնա, հիմա»։ Եվ Անահիտը հեռացավ լալով, իսկ Օֆելիան մնաց մենակ իր ամոթի եւ իր ցավի հետ։ Նա հասկացավ, որ նա կորցնում է ոչ միայն իր դեմքը, այլև իր ընտանիքը։ Նա կորցնում էր այն ամենը, ինչ իսկապես կարևոր էր, եւ ամեն ինչ այն բանի համար, որ նա փորձել էր պահպանել մի բան, որը երբեք իսկապես արժեք չուներ։ Արդյոք կարող էր նա դեռ փրկել ինչ-որ բան, թե արդեն չափազանց ուշ էր։ 1981 թվականի ձմռանը Օֆելիան ստացավ հեռախոսազանգ անծանոթ կնոջ ձայնից։ «Բարև Օֆելիա Համբարձումյան», ասաց ձայնը։ «Իմ անունը Նունե է, ես եմ Լուսինե Ավագյանի քույրը»։ Օֆելիան զգաց, թե ինչպես սառը ալիք անցավ մարմնով։ Լուսինե։ Այն կինը, ով առաջինը պատմել էր նրան Վահագն Սարգսյանի մասին։ Այն կինը, ով համոզել էր նրան գնալ այդ առաջին հանդիպմանը։ «Ինչ է պատահել Լուսինեին», հարցրեց Օֆելիան։ Նունեի ձայնը դողաց։ «Նա մեկնել է», ասաց նա։ «Երեկ գիշեր»։ Նրա սիրտը դադարեց բաբախել։ Օֆելիան զգաց, թե ինչպես ոտքերը թուլացան։ Նա նստեց աթոռին եւ փորձեց շնչել։ «Բայց ինչպես», շշնջաց նա։ «Նա դեռ այդքան երիտասարդ էր»։ Նունեն լռեց մի քանի վայրկյան, ապա ասաց. «Բժիշկները ասում են, որ դա եղել է սրտի կաթված, բայց ես գիտեմ ճշմարտությունը։ Ես գտա նրա օրագիրը։ Նա գրել էր այն ամենի մասին, այն ինյեկցիաների մասին, այն բժշկի մասին, այն ցավի մասին, որը նա կրում էր տարիներ շարունակ։ Նա գրել է, որ վերջին ամիսներին նա զգում էր, թե ինչպես սիրտը սկսեց անկանոն բաբախել, թե ինչպես նա կորցնում էր գիտակցությունը առանց պատճառի։ Եվ նա գրել էր քո անունը։ Նա գրել էր, որ դու էլ գնացել ես նույն ճանապարհով, եւ նա վախենում էր, որ դու էլ կունենաս նույն ճակատագիրը։ Օֆելիան զգաց, թե ինչպես աշխարհը սկսեց պտտվել։ Լուսինեն մեկնել էր։ Այն կինը, ով սկսել էր այս ամենը, այն կինը, ով ցույց տվել էր նրան ճանապարհը դեպի այս դժոխք, այժմ այլևս չկար։ Եվ ամենավատը, նա մեկնել էր այն պատճառով, որը կապված էր այն նույն ընթացակարգերի հետ, որոնք Օֆելիան էլ էր անցել։ Ես ուզում եմ, որ դու իմանաս, շարունակեց Նունեն, որ Լուսինեն վերջին շաբաթներին փորձում էր գտնել այն բժշկին։ Նա ուզում էր դատի տալ նրան, ուզում էր, որ մարդիկ իմանան, թե ինչ է նա անում, բայց նա չկարողացավ գտնել։ Կարծես այդ մարդը անհետացել էր, բայց ես չեմ դադարի փնտրել։ Եվ երբ գտնեմ նրան, ես կապահովեմ, որ նա պատասխանատվության ենթարկվի այն ամենի համար, ինչ արել է։ Հեռախոսը անջատվեց, եւ Օֆելիան մնաց նստած ձեռքին անշարժուն գնդիր։ Նա մտածեց Լուսինեի մասին, այն կնոջ, ով 60 տարեկան էր, բայց թվում էր 40-ի մեջ։ Նա մտածեց այն դեմքի մասին, որը եղել էր այդքան հարթ, այդքան անբնական։ Եվ նա մտածեց իր սեփական դեմքի մասին, այն դեմքի, որը դանդաղորեն վերածվում էր նույն սարսափի։ Արդյոք նա էլ էր ճանապարհին դեպի նույն վերջը։ Արդյոք նրա սիրտը էլ մի օր կդադարեր բաբախել, չդիմանալով այն թույնին, որը շրջում էր նրա մարմնում։ Եվ ամենակարևորը, արդյոք նա ուներ ժամանակ դեռ ինչ-որ բան փոխել, թե արդեն ովքեր բոլորն էլ եղել էին Վահագն Սարգսյանի հաճախորդներ։ Յուրաքանչյուր անվան կողքին նշված էր ամսաթիվ եւ կարճ նկարագրություն։ Առաջին անունը Շուշանիկ Գրիգորյան, դերասանուհի, 1972 թվական, սրտի կաթված 38 տարեկանում, 3 ամիս անց վերջին ընթացակարգից։ Երկրորդը Մարինե Հովանիսյան, երգչուհի, 1975 թվական, երիկամների անբավարարություն, թունավորում անհայտ նյութով։ Երրորդը Լուսինե Ավագյան, դերասանուհի, 1981 թվական, սրտի կաթված, հյուսվածքների մերժում։ Եվ այնտեղ ցուցակի վերջում գրված էր. Օֆելիա Համբարձումյան, ընթացքի մեջ։ Նամակի ներքևում փոքրիկ տառերով ավելացված էր. Նա գիտի, թե ում է սպանում։ Նա հաշվում է դրա վրա։ Մարմինները անհետանում են, բայց փաստաթղթերը մնում են։ Փնտրիր կլինիկայի արխիվում, Մոսկվա, Պետրովկա փողոց, 12, Ստորգետնյա հարկ։ Օֆելիան կարդաց այդ տողերը 3 անգամ, փորձելով հասկանալ, թե ով կարող էր ուղարկել այս նամակը։ Ով էր այն մարդը, ով գիտեր այս ամենը եւ որոշել էր նրան զգուշացնել։ Արդյոք սա եղել է Նունեն, Լուսինեի քույրը, ով խոստացել էր գտնել ճշմարտությունը։ Թե սա եղել է ինչ-որ մեկը Վահագնի ներքին շրջանակից, մեկը, ով զղջում էր իր մասնակցության համար այս սարսափելի բիզնեսին։
Օֆելիան ծալեց թուղթը եւ թաքցրեց այն իր անձնական պահարանում, նույն տեղում, որտեղ պահում էր իր օրագիրը։ Նա նայեց հայելուն եւ տեսավ դեմք, որը այլևս չէր նմանվում մարդկայինի։ Ձախ այտը այնքան այտուցած էր, որ աչքը գրեթե փակված էր։ Աջ կողմում մաշկը սկսել էր մտնել, ձեռք բերելով տարօրինակ մոխրագույն երանգ։ Եվ ամբողջ դեմքի վրա փոքրիկ կարմիր կետեր, որոնք յուրաքանչյուր օր դառնում էին ավելի շատ։ Նա հասկացավ, որ եթե չանի ինչ-որ բան հիմա, շուտով նրա անունը կավելանա այդ ցուցակին, ոչ թե որպես ընթացքի մեջ, այլ որպես հերթական զոհ։ Բայց ինչ կարող էր անել մի կին, ով արդեն կորցրել էր գրեթե ամեն ինչ՝ իր դեմքը, իր ընտանիքի վստահությունը, իր սեփական ինքնահարգանքը։ Ինչպես կարող էր նա պայքարել մարդու դեմ, ով ուներ իշխանություն, կապեր եւ ամբողջ համակարգ, որը պաշտպանում էր նրան։ 1981 թվականի գարնանը Օֆելիան կատարեց ինչ-որ բան, ինչ երբեք չէր մտածել, որ կկարողանա։ Նա գնաց ոստիկանություն։ Ոչ թե Երևանի ոստիկանություն, որտեղ բոլորը ճանաչում էին նրան եւ որտեղ նրա պատմությունը կարող էր անմիջապես տարածվել, այլ փոքրիկ բաժանմունք, քաղաքի ծայրամասում, որտեղ աշխատում էին երիտասարդ ոստիկաններ, ովքեր հազիվ ճանաչեցին նրան։ Նա նստեց մի փոքրիկ սենյակում դիմաց 30 տարեկան լեյտենանտ, ով ուներ անունը Վարդան Մանուկյան։ Նա նայեց նրան ուշադիր, աչքերը լի հետաքրքրությամբ եւ մի փոքր կասկածանքով։ «Ինչով կարող եմ օգնել ձեզ, Օֆելիա Համբարձումյան», հարցրեց նա։ Օֆելիան հանեց իր պայուսակից այն անանուն նամակը եւ դրեց սեղանին։ «Ես ուզում եմ հայտարարություն գրել», ասաց նա։ «Կա մի մարդ, ով կատարում է անօրինական բժշկական ընթացակարգեր։ Նա արդեն սպանել է առնվազն 3 կին, եւ ես կարող եմ լինել հաջորդը»։ Վարդանը վերցրեց նամակը եւ սկսեց կարդալ։ Նրա դեմքի արտահայտությունը դանդաղորեն փոխվեց հետաքրքրությունից դեպի անհանգստություն, ապա դեպի ինչ-որ տարօրինակ վախ։ Երբ նա ավարտեց կարդալը, նա դրեց թուղթը սեղանին եւ նայեց Օֆելիային։ «Դուք հասկանում եք, թե ինչի մասին եք խոսում», ասաց նա դանդաղ։ «Դուք մեղադրում եք մի մարդու սպանության մեջ։ Սա շատ լուրջ մեղադրանք է, եւ եթե դուք չունեք ապացույցներ, դուք ինքներդ կարող եք խնդիրների մեջ ընկնել»։ Օֆելիան զգաց, թե ինչպես սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ «Ես ունեմ ապացույցներ», ասաց նա։ «Ես ունեմ իմ սեփական դեմքը։ Նայեք ինձ։ Տեսնում եք, թե ինչ է նա արել ինձ հետ։ Եվ ես գիտեմ, որ կան ուրիշներ։ Այդ նամակում գրված է, որտեղ են փաստաթղթերը։ Եթե դուք գնաք այնտեղ, եթե դուք ստուգ եք, դուք կգտնեք ամեն ինչ»։ Վարդանը ցնցեց գլուխը։ «Օֆելիա Համբարձումյան», ասաց նա, եւ նրա ձայնում կար ինչ-որ տարօրինակ կարեկցանք։ «Ես հասկանում եմ, որ դուք տառապում եք։ Ես տեսնում եմ, որ ինչ-որ բան սխալ է ձեր դեմքի հետ։ Բայց այն, ինչ դուք խնդրում եք, անհնար է։ Այդ հասցեն, որը նշված է նամակում, Մոսկվա Պետրովկա փողոց, սա հատուկ շենք է։ Այնտեղ գտնվում են կաբինետներ, որոնք պատկանում են շատ բարձրաստիճան մարդկանց։ Մենք, Երևանի ոստիկանությունը, չունենք իրավասություն այնտեղ մտնելու։ Եվ նույնիսկ եթե ունենայինք, ով կհավատար մեզ։ Ով կհավատար, որ այնտեղ կատարվում են հանցագործություններ»։ Օֆելիան զգաց, թե ինչպես վերջին հույսի կայծը սկսեց մարել։ «Ուրեմն դուք ոչինչ չեք անի», ասաց նա։ «Դուք պարզապես կթողնեք, որ նա շարունակի սպանել մարդկանց»։ Վարդանը կանգնեց եւ մոտեցավ պատուհանին։ Նա կանգնեց այնտեղ երկար ժամանակ, լուռ, ապա դարձավ դեպի Օֆելիան։ «Լսեք», ասաց նա։ «Ես չեմ կարող պաշտոնապես անել ոչինչ, բայց ես կարող եմ տալ ձեզ մի խորհուրդ։ Եթե դուք իսկապես ուզում եք, որ այս մարդը պատասխանատվության ենթարկվի, դուք պետք է գտնեք ավելի շատ զոհեր։ Դուք պետք է գտնեք այն կանք, պետք է գտնեք այն կանանց, ովքեր դեռ ողջ են եւ ովքեր պատրաստ են խոսել։ Եթե դուք լինեք 10, 20, 30, բոլորը պատմելով նույն պատմությունը, ապա գուցե, միայն գուցե, ինչ-որ մեկը կկարողանա անել ինչ-որ բան»։ Նա գրեց մի հեռախոսահամար թղթի վրա եւ տվեց Օֆելիային։ «Սա իմ անձնական համարն է», ասաց նա։ «Եթե դուք գտնեք ուրիշներին, զանգահարեք ինձ։ Բայց զգույշ եղեք։ Եթե այդ մարդը իսկապես այնքան հզոր է, որքան դուք ասում եք, ապա նա չի սիրի, որ մարդիկ սկսեն հարցեր տալ»։ Օֆելիան դուրս եկավ ոստիկանությունից, զգալով ինչպես հուսահատություն, այնպես էլ տարօրինակ վճռականություն։ Նա հասկացավ, որ եթե ուզում է արդարություն, նա պետք է ինքը պայքարի դրա համար։ Նա պետք է գտներ այն ուրիշ կանանց, այն ուրիշ զոհերին, ովքեր թաքնվում էին իրենց ամոթի եւ վախի հետևում։ Բայց ինչպես գտնել նրանց, երբ բոլորը, ինչպես նա, վախենում էին խոսել։ Ինչպես համոզել նրանց դուրս գալ ստվերներից, երբ դա նշանակում էր ընդունել, որ նրանք բոլորը եղել են այդ սարսափելի խաղի մասնակիցները։ Օֆելիան սկսեց քայլել փողոցներով մտածելով, պլանավորելով։ Եվ հանկարծ նա հիշեց Գևորգին, այն երիտասարդ տղամարդուն, ով եղել էր Վահագնի օգնականը։
Եթե նա կարողանար գտնել Գևորգին, եթե նա կարողանար համոզել նրան խոսել, ապա գուցե նրա վկայությունը բավական լիներ։ Բայց որտեղ գտնել մարդու, ով ապրում էր ստվերներում, ով չուներ պաշտոնական հասցե, ով գոյություն ուներ միայն որպես ձայն հեռախոսում և ստվեր գաղտնի հանդիպումներում։ Արդյոք նա ուներ ուժ շարունակելու այս փնտրտուքը, երբ յուրաքանչյուր օր նրա սեփական մարմինը դառնում էր ավելի թույլ, ավելի ցավոտ, ավելի մոտ այն վերջին սահմանին, որից հետո վերադարձ չկար։ 1981 թվականի ամռանը Օֆելիայի կյանքը վերածվեց մի տեսակ գաղտնի քննության։ Ցերեկը նա շարունակում էր աշխատել թատրոնում, թեև արդեն շատ քիչ դերեր էր ստանում։ Բայց երեկոները և գիշերները նա նվիրում էր փնտրտուքին։ Նա սկսեց այցելել այն տեղերը, որտեղ հավաքվում էին դերասանուհիները և երգչուհիները։ Նա սկսեց զրուցել կանանց հետ զգուշորեն, անուղղակիորեն, փորձելով պարզել, թե ով էր այցելել Վահագն Սարգսյանին։ Եվ դանդաղորեն, շատ դանդաղորեն, նա սկսեց գտնել նրանց։ Առաջինը եղավ Գայանե Պետրոսյանը, 45 տարեկան դերասանուհի, ով 3 տարի առաջ անցել էր նույն ընթացակարգը։ Երբ Օֆելիան հանդիպեց նրան մի հանգիստ սրճարանում և սկսեց խոսել, Գայանեն սկզբում ժխտեց ամեն ինչ։ Բայց երբ Օֆելիան հանեց իր դեմքի վրայից կոսմետիկայի մի մասը և ցույց տվեց այն սարսափելի վնասվածքի վնասվածքները, Գայանեի աչքերը լցվեցին արցունքներով։ «Ես մտածում էի, որ միայն ես եմ», շշնջաց նա։ «Ես մտածում էի, որ ես եմ միակը, ում հետ սա պատահել է»։ Նա բացեց իր պայուսակը և հանեց փոքրիկ հայելի։ Ապա նա հանեց իր սեփական կոսմետիկան, և Օֆելիան տեսավ դեմք, որը նույնպես քայքայված էր, թերևս ոչ այնքան ուժգնորեն, բայց նույն տարօրինակ ասիմետրիան, նույն կապույտ հանգույցները, նույն մտնող մաշկը։ «Մենք պետք է անենք ինչ-որ բան», ասաց Օֆելիան։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ նա շարունակի սա անել ուրիշներին»։ Գայանեն ցնցեց գլուխը։ «Բայց ինչ կարող ենք անել մենք, երկու կին, ում ոչ ոք չի հավատա։ Մենք ինքներս ընտրեցինք գնալ նրա մոտ, մենք ինքներս վճարեցինք գումարը։ Ով կհավատա, որ մենք զոհեր ենք, երբ մենք ինքներս բացեցինք դուռը դեպի այս դժոխքը»։ Օֆելիան հասկացավ, որ Գայանեն ճիշտ է։ Նրանք երկուսը բավական չէին, նրանք պետք է լինեին ավելի շատ։ Եվ այդպես նա շարունակեց փնտրել։ Երկրորդը եղավ Սիրանուշ Հարությունյանը, երգչուհի, ով կորցրել էր իր ձայնը, որովհետև ինյեկցիաները, որոնք արվել էին նրա դեմքին, վնասել էին նյարդերը, որոնք վերահսկում էին շրթունքների շարժումը։ Երրորդը եղավ Նազենի Ավետիսյանը, բալետի պարուհի, ով այլևս չէր կարող պարել, որովհետև նրա դեմքի անընդհատ ցավը ստիպում էր նրան օգտագործել այնքան ուժեղ ցավազրկողներ, որ նա կորցրել էր հավասարակշռությունը։ Յուրաքանչյուր նոր պատմություն ավելի սարսափելի էր, քան նախորդը։ Յուրաքանչյուր նոր դեմք ավելի քայքայված էր։ Եվ յուրաքանչյուր անգամ Օֆելիան զգում էր, թե ինչպես զայրույթը աճում է նրա ներսում, զայրույթ Վահագն Սարգսյանի նկատմամբ, զայրույթ այն համակարգի նկատմամբ, որը թույլ էր տամամբ, որը թույլ էր տալիս նրան շարունակել, և զայրույթ իր սեփական անզորության նկատմամբ։ Երբ նրանք եղան 7 կին, 7 քայքայված դեմ, 7 ջախջախված կյանք, Օֆելիան կազմակերպեց գաղտնի հանդիպում։ Նրանք հավաքվեցին մի փոքրիկ բնակարանում Երևանի ծայրամասում, որտեղ ոչ ոք չէր ճանաչի նրանց։ Եվ այնտեղ, նստած շրջանակով, դրանք սկսեցին պատմել իրենց պատմությունները։ Յուրաքանչյուր պատմություն նման էր մյուսին, նույն խոստումները, նույն ցավը, նույն սարսափելի արդյունքները։ Եվ երբ բոլորը ավարտեցին, Օֆելիան ասաց. «Մենք պետք է գնանք հրապարակայնության։ Մենք պետք է պատմենք մեր պատմությունները թերթերին, ռադիոյին, հեռուստատեսությանը։ Մենք պետք է ստիպենք մարդկանց տեսնել, թե ինչ է նա արել մեզ հետ»։ Բայց Գայանեն ասաց. «Եթե մենք դա անենք, մենք կդառնանք ծիծաղի առարկա։ Մարդիկ կասեն, որ մենք ինքներս մեղավոր ենք։ Դրանք կասեն, որ մենք ստացել ենք այն, ինչ արժանի էինք, փորձելով խաբել բնությանը»։ Եվ Սիրանուշը ասաց. «Իմ ամուսինը չգիտի այս մասին։ Եթե նա իմանա, նա կթողնի ինձ։ Ես չեմ կարող կորցնել նաև նրան»։ Օֆելիան նայեց այդ կանանց, այդ 7 կանանց, ովքեր բոլորն էլ վախենում էին, բոլորն էլ ամաչում էին, բոլորն էլ թաքնվում էին։ Եվ նա հասկացավ, որ նրանք երբեք չեն գնա հրապարակայնության։ Նրանք երբեք չեն համարձակվի պատմել իրենց պատմությունները, որովհետև այդ պատմությունները ոչ միայն Վահագն Սարգսյանի մասին էին։ Դրանք նաև նրանց սեփական ընտրությունների մասին էին, այն ընտրությունների, որոնք նրանք արել էին, երբ դրել էին գենգեղեցկությունը ավելի բարձր, քան ամեն ինչ։ Արդյոք նա կարող էր մենակ շարունակել այս պայքարը, երբ բոլոր ուրիշները հրաժարվել էին։ Արդյոք նա ուներ ուժ կանգնել դեմ ամբողջ համակարգին, մենակ, առանց աջակցության, առանց հույսի։ 1981 թվականի աշնանը Օֆելիան կատարեց իր վերջին հուսահատ քայլը։ Նա գրեց երկար նամակ, հասցեագրված Խորհրդային Միության առողջապահության նախարարությանը։
Այդ նամակում նա նկարագրեց ամեն ինչ՝ Վահագն Սարգսյանի մասին, անօրինական ընթացակարգերի մասին, այն կանանց մասին, ովքեր տառապել էին եւ մեկնել էին։ Նա գցեց բժշկական փաստաթղթերի պատճենները, որոնք ցույց էին տալիս նրա սեփական դեմքի վիճակը։ Նա գցեց այն անանուն նամակը 12 անունների ցուցակով, եւ նա ստորագրեց իր սեփական անունով, գիտակցելով, որ դա կարող էր նշանակել նրա կարիերայի վերջը, բայց հուսալով, որ գուցե, միայն գուցե, ինչ որ մեկը կկարդա այն եւ կանի ինչ որ բան։ Նա ուղարկեց նամակը եւ սկսեց սպասել։ 1 շաբաթ անցավ, 2 շաբաթ, 1 ամիս, պատասխան չեկավ։ Օֆելիան զանգահարեց նախարարություն եւ փորձեց պարզել, թե արդյոք նրանք ստացել են նրա նամակը, բայց յուրաքանչյուր անգամ նրան ասում էին, որ նրանք չունեն տեղեկություններ այդպիսի նամակի մասին։ Յուրաքանչյուր անգամ նրան խորհուրդ էին տալիս դիմել տեղական բժշկական հաստատություններին, եւ յուրաքանչյուր անգամ նա զգում էր, թե ինչպես վերջին հույսի կայծը դառնում է ավելի թույլ։ Մի գիշեր, երբ նա նստած էր իր դրուագարանում եւ նայում էր հայելուն, հեռախոսը զանգեց։ Ձայնը հեռախոսի մյուս ծայրում անծանոթ էր, տղամարդ, ով խոսում էր դանդաղ եւ զգուշորեն։ Օֆելիա Համբարձումյան, ասաց նա, ես զանգահարում եմ ձեզ զգուշացնելու համար։ Ձեր նամակը ստացվել է, բայց այն երբեք չի հասնի նախարարին։ Կան մարդիկ, ովքեր ապահովում են, որ այդպիսի նամակները անհետանան, եւ կան մարդիկ, ովքեր շատ չեն սիրում, երբ ինչ-որ մեկը սկսում է հարցեր տալ։ Իմ խորհուրդն է. դադարեցրեք ձեր փնտրտուքները, դադարեցրեք խոսել այս մասին։ Եթե շարունակեք, դուք կարող եք վտանգի մեջ ընկնել։ Օֆելիան զգաց, թե ինչպես սառը ալիք անցավ մարմնով։ Ո՞վ եք դուք, հարցրեց նա, բայց հեռախոսը արդեն անջատված էր։ Նա նստեց մութ սենյակում ձեռքին անշարժ ունկնդիր եւ հասկացավ, որ նա պարտվել է։ Նա պարտվել է ոչ թե Վահագն Սարգսյանին, այլ ամբողջ համակարգին, այն համակարգին, որը պաշտպանում էր նրան, որը թաքցնում էր նրա հանցագործությունները, որը ապահովում էր, որ ճշմարտությունը երբեք չի լույս տեսնի։ Նա հասկացավ, որ նրա պայքարը եղել է անօգուտ, որ նրա զոհողությունը եղել է ընդունայն, որ նա երբեք չի կարողանա ստիպել արդարությանը տեղի ունենալ։ Եվ այդ գիտակցությունը ավելի ցավեցնող էր, քան ցանկացած ֆիզիկական ցավ, որը նա զգում էր իր դեմքում։ Արդյոք արժեր ապրել, երբ ճշմարտությունը թաղված էր այդքան խորը, որ երբեք չէր կարող դուրս գալ։ 1984 թվականի ձմռանը Օֆելիա Համբարձումյանը դադարեցրեց դուրս գալ տնից։ Նրա վերջին հանրային ելույթը եղավ 1982 թվականի գարնանը, փոքրիկ համերգ մի տեղական մշակույթի տանը, որտեղ նա երգեց 3 երգ, դեմքը ծածկված այնքան հաստ շերտով կոսմետիկայի, որ լույսերի տակ այն թվում էր դիմակ։ Դահլիճում նստած մարդիկ տեսան կին, ով երբեմն եղել էր նրանց կուռքը, բայց հիմա դարձել էր ինչ-որ տարօրինակ, գրեթե ուրվական ստեղծագործություն։ Երբ նա ավարտեց երգելը եւ խոնարհվեց, ծափահարությունները եղան քաղաքավարի, բայց սառը։ Եվ Օֆելիան հասկացավ, որ սա վերջն է։ Սա վերջն է նրա կարիերայի, վերջն է նրա հերջն է նրա հանրային կյանքի, վերջն է այն ամենի, ինչի համար նա երբեմն ապրել էր։ Նա վերադարձավ տուն եւ փակվեց իր սենյակում։ Հաջորդ 2 տարիների ընթացքում նա դուրս եկավ միայն բժշկական այցելությունների համար։ Այցելություններ, որոնք դառնում էին ավելի ու ավելի հաճախակի, քանի որ նրա դեմքի վիճակը շարունակում էր վատանալ։ Բժիշկները փորձեցին ամեն ինչ։ Նրանք կատարեցին փոքր վիրահատություններ, փորձելով հանել այն օտար նյութերը, որոնք մնացել էին մաշկի տակ։ Բայց յուրաքանչյուր վիրահատությունից հետո դեմքը դառնում էր ավելի վատ, ավելի կարեր, ավելի ասիմետրիկ, ավելի օտար։ Նրանք նշանակեցին հակաբիոտիկներ, պայքարելու բորբոքման դեմ, բայց բորբոքումը շարունակվում էր, կարծես այն ուներ իր սեփական կյանքը։ Նրանք նշանակեցին ցավազրկողներ, ավելի ու ավելի ուժեղ, մինչև Օֆելիան դարձավ կախված դրանցից, չկարողանալով ապրել առանց դրանց։ Եվ ամբողջ այդ ժամանակ նա շարունակում էր գրել իր օրագրում, գրել այն ցավի մասին, որը զգում էր ոչ միայն մարմնում, այլև հոգում։ Նա գրեց իր ընտանիքի մասին, ամուսնու, ով դարձել էր օտար, երեխաների, ովքեր վախենում էին մոտենալ նրան։ Նա գրեց իր զղջման մասին, զղջում այն բանի համար, որ նա դրել էր գեղեցկությունը ավելի բարձր, քան սերը, ավելի բարձր, քան ընտանիքը, ավելի բարձր, քան ինքը, իսկական ինքը։ 1986 թվականի գարնանը Օֆելիայի վիճակը դարձավ կրիտիկական։ Բորբոքումը տարածվեց ավելի խորը, դեպի ոսկորները, դեպի նյարդերը։ Նրա դեմքի աջ կողմը գրեթե ամբողջությամբ անզգա դարձավ, մինչդեռ ձախ կողմը այրվում էր անընդհատ ցավից։ Նա կորցրեց տեսողությունը ձախ աչքով, բորբոքումը վնասել էր տեսողական նյարդը։ Նա չէր կարող ուտել նորմալ կերպով, շրթունքները այլևս չէին փակվում ճիշտ։ Եվ նա սկսեց կորցնել քաշը, դառնալով ավելի ու ավելի նիհար, ավելի ու ավելի թույլ։
Բժիշկները ասացին ընտանիքին, որ նրանք արել են ամեն ինչ կարող էին։ Նրանք ասացին, որ միակ ելքը վիրահատություն է, ռադիկալ վիրահատություն, որը կհեռացներ դեմքի մեծ մասը եւ կփոխարիներ այն մաշկի փոխպատվաստումներով։ Բայց նրանք նաեւ ասացին, որ նույնիսկ այդ վիրահատությունը չէր երաշխավորում հաջողություն։ Եվ նրանք ասացին, որ Օֆելիայի մարմինը այնքան թուլացած էր, որ նա կարող էր չդիմանալ անզգայացմանը։ Օֆելիան լսեց այս ամենը եւ ասաց. «Ոչ»։ Նա ասաց, որ չի ուզում ավելի շատ վիրահատություններ, ավելի շատ ցավ, ավելի շատ փորձեր փրկել այն, ինչ արդեն կորած էր։ Նա ասաց, որ ուզում է պարզապես գնալ տուն եւ անցկացնել իր մնացած ժամանակը իր ընտանիքի հետ։ Եվ այդպես նրան տարան տուն։ Նրան տեղավորեցին նրա սեփական անկողնում, այն անկողնում, որտեղ նա քնել էր 20 տարի, այն անկողնում, որտեղ նա երազել էր իր երազները եւ պլանավորել էր իր ապագան։ Եվ այնտեղ, այդ անկողնում, նա սկսեց սպասել վերջին։ Ամուսինը Արամը նստում էր նրա կողքին ժամերով, բռնելով նրա ձեռքը, լալով լուռ արցունքներով։ Երեխաները գալիս էին եւ նստում էին անկյունում, վախենալով ծմոտենալ, բայց չուզենալով հեռանալ։ Եվ Օֆելիան նայում էր նրանց եւ փորձում էր ժպտալ, թեև դեմքը այլևս չէր հնազանդվում։ Մի գիշեր, երբ ցավը դարձավ անտանելի, Օֆելիան խնդրեց Արամին բերել իր անձնական պահարանը։ Նա բացեց այն դողացող ձեռքերով եւ հանեց այն փոքրիկ կաշվե տետրը, իր օրագիրը։ Նա տվեց այն Արամին եւ ասաց. «Երբ ես չլինեմ, կարդա սա։ Կարդա եւ հասկացիր, թե ինչու ես արեցի այն, ինչ արեցի։ Կարդա եւ ների ինձ, եթե կարող ես»։ Արամը վերցրեց տետրը, ձեռքերը դողալով, աչքերը լի արցունքներով։ «Օֆելիա», ասաց նա, «ես միշտ սիրել եմ քեզ։ Ես միշտ կսիրեմ քեզ, անկախ նրանից, թե ինչ է պատահել, անկախ նրանից, թե ինչ ես դու արել»։ Օֆելիան փակեց աչքերը եւ զգաց, թե ինչպես արցունքները սկսեցին հոսել։ Սրանք եղան առաջին արցունքները, որոնք նա թույլ տվեց ինքն իրեն լալ տարիներ շարունակ։ Եվ այդ արցունքների հետ մեկտեղ նա զգաց, թե ինչպես ինչ-որ բան սկսեց թուլանալ նրա ներսում։ Այն լարվածությունը, որը պահել էր նրան տարիներ շարունակ, այն ամոթը, որը ուտել էր նրան ներսից, այն վախը, որը ստիպել էր նրան թաքնվել աշխարհից։ 1986 թվականի ամռանը, մի տաք օգոստոսյան առավոտ, Օֆելիա Համբարձումյանը փակեց աչքերը վերջին անգամ։ Նա մեկնեց հանգիստ, առանց ցավի, առանց պայքարի, կարծես նա պարզապես հոգնել էր եւ որոշել էր հանգստանալ։ Նրա կողքին էին Արամը եւ երեխաները, բոլորը լալով, բոլորը բռնելով նրա ձեռքերը։ Եվ երբ բժիշկը եկավ եւ հաստատեց, որ նա մեկնել է, նա ասաց, որ պատճառը եղել է սրտի կաթվածը։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին Օֆելիային, գիտեին, որ իսկական պատճառը այլ բան էր։ Նա մեկնել էր, որովհետև նրա հոգին չէր կարող ավելի շատ կրել այն ցավը, այն զղջումը, այն գիտակցությունը, որ նա կորցրել էր ինքն իրեն, փորձելով պահպանել մի բան, որը երբեք իսկապես արժեք չուներ։ Թաղումից հետո, երբ հարազատները սկսեցին դասավորել Օֆելիայի իրերը, Արամը նստեց եւ բացեց այն կաշվե տետրը, օրագիրը, որը նա տվել էր նրան վերջին գիշերը։ Նա կարդաց յուրաքանչյուր էջ, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր խոստովանություն։ Նա կարդաց այն ցավի մասին, որը նա զգացել էր, երբ առաջին անգամ նկատել էր ծալքերը իր դեմքի վրա։ Նա կարդաց այն վախի մասին, որը նա զգացել էր, երբ մտածել էր, որ կորցնելու է իր կարիերան։ Նա կարդաց այն պահի մահի մասին, երբ նա որոշել էր գնալ Վահագն Սարգսյանի մոտ, եւ այն զղջման մասին, որը սկսվել էր անմիջապես դրանից հետո։ Նա կարդաց այն ամոթի մասին, որն այն ամոթի մասին, որը նա զգացել էր, երբ պետք է թաքցներ ճշմարտությունը ամուսնուից եւ երեխաներից։ Եվ նա կարդաց վերջին էջը, այն էջը, որը գրված էր միայն մի քանի օր առաջ նրա մահից։ Այնտեղ գրված էր. «Եթե ինչ-որ մեկը կարդա սա, թող նա իմանա, գեղեցկությունը, որը գնվում է այսպիսի գնով, արժե չէ։ Ավելի լավ է ծերանալ պատվով, քան երիտասարդ մնալ ամոթով։ Ավելի լավ է ունենալ դեմք, որը ցույց է տալիս քո իսկական տարիքը, քան դիմակ, որը թաքցնում է քո իսկական ինքդ։ Ես կորցրի ամեն ինչ, փորձելով պահպանել մի բան, որը երբեք իսկապես ինձ չէր պատկանում։ Մի կրկնեք իմ սխալը»։ Արամը փակեց տետրը եւ նստեց երկար ժամանակ լուռ, մտածելով։ Նա մտածեց այն կնոջ մասին, ում սիրել էր 20 տարի, այն կնոջ մասին, ով եղել էր այդքան գեղեցիկ, այդքան տաղանդավոր, այդքան լի կյանքով։ Եվ նա մտածեց այն կնոջ մասին, ով նա դարձել էր վերջին տարիներին, թաքնված, վախեցած, քայքայված։ Նա մտածեց, թե ինչու նա չէր նկատել, թե ինչ էր պատահում։ Ինչու նա չէր հարցրել ավելի շատ հարցեր, չէր պահանջել ճշմարտությունը։ Եվ նա հասկացավ, որ նա էլ էր մեղավոր, մեղավոր նրա լռության մեջ, մեղավոր նրա անտարբերության մեջ, մեղավոր նրա անկարողության մեջ տեսնել այն ցավը, որը նա թաքցնում էր։ Նա վերցրեց տետրը եւ որոշեց, որ այն պետք է պահպանվի, ոչ թե որպես ամոթի հուշարձան, այլ որպես դաս իր երեխաների համար,
դաս բոլոր այն մարդկանց համար, ովքեր կարող էին գայթակղվել նույն ճանապարհով։ Իսկ ինչ վերաբերում է Վահագն Սարգսյանին, այն մարդուն, ով սկսել էր այս ամենը, նա երբեք չպատասխանատվության չենթարկվեց։ Նա շարունակեց իր գործունեությունը, տեղափոխվելով քաղաքից քաղաք, երկրից երկիր, միշտ մի քայլ առաջ իշխանություններից։ Որոշ աղբյուրների համաձայն նա վերջապես հաստատվեց արևմտյան երկրներից մեկում, որտեղ շարունակեց իր աշխատանքը, այս անգամ արդեն օրինական շրջանակներում, օգտագործելով նոր տեխնոլոգիաներ և նոր մեթոդներ։ Ուրիշ աղբյուրներ պնդում են, որ նա մեկնել է 1990-ականների սկզբին անհայտ հանգամանքներում, թողնելով հետևում միայն ավերածություններ և քայքայված կյանքեր։ Բայց ճշմարտությունը մնաց անհայտ, թաղված այն նույն գաղտնիության տակ, որը պաշտպանել էր նրան տարիներ շարունակ։ Օֆելիա Համբարձումյանի պատմությունը դարձավ զգուշացում այն բոլորի համար, ովքեր կարծում են, որ կարող են խաբել բնությանը, որ կարող են կանգնեցնել ժամանակը, որ կարող են պահպանել երիտասարդությունը հավերժ։ Նրա դեմքը, այն դեմքը, որը նա փորձել էր պահպանել, դարձավ խորհրդինշ այն գնի, որը մարդիկ պատրաստ են վճարել գեղեցկության համար։ Եվ նրա օրագիրը, այն օրագիրը, որը նա թողեց հետևում, դարձավ վկայություն այն ցավի, որը թաքնված է յուրաքանչյուր արհեստական ժպիտի հետևում։ Բարեկամներ, ինչպես եք վերաբերվում Օֆելիա Համբարձումյանին։ Արդյոք նա եղավ իր ժամանակի զոհը, այն համակարգի զոհը, որը պահանջում էր հավերժական երիտասարդություն, թե ինքը մեղավոր էր իր ընտրություններում, տնելով գեղեցկությունը ավելի բարձր, քան ամեն ինչ։ Արդյոք մենք պետք է դատենք նրան այն բանի համար, որ նա փորձեց պահպանել իր կարիերան, թե պետք է կարեկցենք նրան, որպես կնոջ, ով ընկավ այն որոգայթի մեջ, որը ստեղծված էր նրա շուրջ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե արդյոք ձեր քաղաքում հիշում են նրան, արդյոք նրա պատմությունը դարձել է դաս, թե պարզապես մոռացված է ժամանակի մեջ։ Սեղմեք հավանում, եթե գնահատում եք ճշմարտությունը, որքան էլ ցավոտ լինի այն, եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպիսի իմանաք ավելին այն մարդկանց մասին, ովքեր փայլեցին բեմերի վրա, բայց վճարեցին սարսափելի գին իրենց փառքի համար։